2000 թվականին Ռուբենը ընդունվել է դպրոց։ Առաջինից երրորդ դասարան ես եմ դասավանդել Ռուբենին։ Առաջինից կորվանից նա շատ կենսախինդ տղա էր, առաջինից կորվանից աչքի ընկավ, շատ խելացի էր, կարգապահ, օրինակելի աշակերտ էր, միշտ դպրոց էր գալիս կոկիկ, պատրաստակամ, 3 տարի սովորել է ինձ մոտ, բարձր առաջադիմությամբ, բոլոր առարկաներից նա փայլում էր և սիրված էր իր ընկերների կողմից, ընկերասեր էր, ցանկացած առաջադրանք տալիս նա պատասխանատվության բարձր զգացում ուներ և սիրով կատարում էր բոլոր առաջադրանքները, նպատակասլաց էր, եթե ինչ-որ մի բան ասում էր, անպայման կատարում էր։ Նրա հայրենասիրական ոգին հենց տարրական դասարանից երևում էր, ինձ թվում է դա ինչ-որ տեղ նրա մեջ փոխանցվել էր գեներով, քանի որ հայրը մասնակցել էր Արցախյան ճակատամարտում, կռվում, իսկ հոր եղբայրն էլ զինվորական էր, նրա մեջ կար զինվորական դաստիարակությունը։ Հայրենասեր էր, եթե ինչ-որ թեմաներով զրույց էր լինում, նա զգացում էր, նրա մեջ կար այդ հայրենասիրական մեծ ոգին։ Բացի այդ, ասենք Ռուբենը, եթե արտադասարանային ինչ-որ միջոցառումներ էին կազմակերպում, ինքը շատ ակտիվ էր, միշտ ակտիվորեն մասնակցում էր, վայելում էր ընկերների շրջապատի սերն ու համակրանքը։ Ես ճիշտ է, բոլոր աշակերտներն էլ շատ լավն են, բոլորին էլ շատ սիրում ենք, բայց Ռուբենը այնքան էր տպավորված իր ամեն ինչով, փայլուն աշակերտ էր, որ ես միշտ նրան, ճիշտ է, նա հիմա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց հոգեպես մեզ հետ է։ Մենք ամեն անգամ հիշում ենք Ռուբենին, հիշատակի օրերին, ծննդյան օրերին միշտ խոնարհում ենք և ծաղկադրում և խոնարհման արարողություն ենք կատարում այդ դպրոցի բակում տեղադրված հուշաքարի մոտ։ Եվ միայն ես չեմ, իմ աշակերտներն էլ և ամբողջ դպրոցը մասնակցում է այդ արարողությանը։ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ռուբեն Աշոտի Ֆրազյանի ծննդյան օրն է։ Ես այդ դասարանում ունեի մի աշակերտ էլ, Ռուբենի դասարանցին, Լևոն Բաղինյանը, նա էլ էր նորից հերոս է Ռուբենից դասընկերներ։ Առաջին դասարանից են միասին սովորել։ Այո, առաջին դասարանից միասին սովորել են։ Իսկ Հայկ Թորոյանը 16 թվականին էր, ելի իմ աշակերտն էր, զոհվեց, դպրոցի առաջին աշակերտն էր, որ զոհվեց, ելի իմ աշակերտն է եղել։ Մի խոսքով մենք միշտ հարգում ենք և երեխաների միշտ այդ դաստիարակությունը տալիս ենք, որ պետք է հիշենք, միշտ պիտի խոնարհվենք նրանց հուշարձանի առջև։ Ռուբեն Աշոտի Ֆրազյան ծնվել է 1995 թվականին, քաջաբարկվել է ոսոխի դեմ, զոհվել է անհավասար մատնում։ Երբ զրույցներ էինք անցկացում, զգացում էր, թե հայրենիքի մասին, հայրենիքի պաշտպանության մասին, այդ երեխեքը շատ խանդավառված, ոգևորված խոսում էին, որ պիտի մեծանանք, անպայման պիտի պաշտպանենք մեր հայրենիքը, երևի ասում եմ, դա դաստիարակությունից էլ է գալիս ընտանեկան։ Ցավ եմ ապրում նման հրաշք բալիկներ տղաներին կորցնելու համար, չգիտեմ։